Սիրելի հայրենակիցներ, մեր հարևան երկրում, Իրանում, պատերազմ է սկսվել։ Մեզնից ընդամենը 300-400 կիլոմետր հարավ ընթանում է հրթիռային ու դրոնների պատերազմ, մեր անմիջական հարևանությամբ։ Եվ եթե դրա մասշտաբները մեծանան, ապա Հայաստանը նույնպես կանգնում է նոր սպառնալիքների առջև։ Շատերը տեղյակ չեն Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատմությանը եւ թե որոնք են դրա պատճառները։ Մենք մանրամասն կպարզենք ու նաեւ թե այս իրավիճակում ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը։ Բայց մինչ այդ ամենը տեսնենք կադրերը, ծանոթանանք թե ինչպես է աշխարհը ու նաեւ Հայաստանի իշխանությունն արձագանքել այս նոր ռազմական էսկալացիային։ Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, կան զոհեր ու վիրավորներ։ Իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են բարձրաստիճան զինվորականներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը։ Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Այս գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի, սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ ասել է, որ սա վճռորոշ պահ է Իսրայելի և հրեա ժողովրդի պատմության մեջ, քանզի այս գործողությամբ խափանում են Իրանի կարողությունները և վերացնում այս երկրից սպառնացող վտանգը։ Իսրայել կացը նշել է, Իրանն ավելի քան երբևէ վճռական է Իսրայելը ոչնչացնելու իր տեսլականն իրագործելու հարցում։ Մենք վճռորոշ փուլում ենք, եթե բաց թողնենք այն, ոչ մի կերպ չենք կարող կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, որը սպառնում է մեր գոյությանը։ Վերջին 1.5 տարում առնչվել ենք Իրանի պրոքսիների հետ, բայց հիմա գործ ունենք հենց օձի գլխի հետ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ սպանված հրամանատարների և գիտնականների աշխատանքը կշարունակեն նրանց գործընկերները։ Այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ կպատժվի այս հարձակման համար։ Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար պատրաստել է դառը և ցավալի ճակատագիր, և այն անպայման կարժանանա դրան։ Ըստ իսրայելական կողմի Իրանն ի պատասխան ավելի քան 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք ոչնչացվել են նախքան երկրի տարածք մտնելը։ Սակայն իրանական ռազմական աղբյուրը ֆարս գործակալության հետ զրույցում հերքել է դա, նշելով, որ Իրանի պատասխանը կլինի շուտով։ Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսրայելին աջակցելու համար, արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսպիսի հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ օգնության։ Վաշինգտոնը մինչդեռ ասել էր, որ որևէ կերպ ներգրավված չի եղել գործողությանը, սակայն տեղյակ է եղել։ Նախագահ Թրամփն ավելի ուշ շեշտել է, Իրանին շանս էր տվել միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալ, զգուշացնելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ, սակայն գործարք այդպես էլ տեղի չունեցավ, սոցցանցում գրել է նա։ Իրանի կոշտ ուղեգծի որոշ կողմնակիցներ քաջաբար խոսում էին, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մահացել են, և իրավիճակը միայն ավելի վատթարանալու է։ Իրանը պետք է գործարք կնքի, նախքան երկրից ոչինչ չի մնա, և փրկի այն, ինչը ժամանակին հայտնի էր որպես իրանական կայսրություն։ Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է, որ Իրանին 60-օրյա վերջնագիր էր ներկայացվել գործարքին համաձայնելու համար, սակայն նրանք դա չարեցին։ Ըստ նախագահի Իրանը թերևս երկրորդ շանս ունի։ Հարձակման հետևանքով Իրանի օդային տարածքը փակ է։ Միջազգային մի քանի ավիաուղիներ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Մերձավոր Արևելք։ Մտավախությունների ֆոնին, որ հարձակումը կարող է ազդել նավթի մատակարարումների վրա, նավթի համաշխարհային գինը 7%-ի կտրուկ աճ է գրանցել։ Նավթատար տանկերներին զգուշացվել է խուսափել Հորմուզի նեղուցով երթևեկելուց, որը նավթի մատակարարման գլխավոր ուղիներից մեկն է։ Իրանը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպություն, պահանջելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել, քննարկելու Իսրայելի հարձակումը, որը դատապարտել են մի շարք երկրներ։ Երևանը դատապարտել է Իսրայելի այսօրվա հարձակումը Իրանի վրա և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։
Այս լրահոսի ամեն մի հատվածը կարևոր է, հատկապես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնց իմաստն ու խորքը կպարզենք։ Թեև ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ինքը կապ չունի Իսրայելի գրողների հարձակման հետ, բայց իհարկե դա ցինիզմ է, առանց ԱՄՆ-ի հետ համաձայնության Իսրայելը երբեք նման լայնամասշտաբ գործողությունների չէր դիմի։ Բայց ես նախ եւ առաջ կուզեի մեր հանրային ընկալումներին անդրադառնալ, այլ ոչ թե լրահոսին եւ իրադարձությունների մանրամասներին ընդհանրապես։ Հայերով մեծամասամբ իրանամետ քարոզչության ազդեցության տակ ենք, որը գալիս է խորհրդային ժամանակներից եւ Իրանում հայկական համայնքի գործոնով պայմանավորված։ Բացի դրանից, մեր փորձագիտական դաշտը հիմնականում միակողմանի իրանամետ է։ Իրանի հետ իհարկե ունենք ընդհանուր շահեր, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցում։ Իրանի հանդեպ մեր համակրանքը պայմանավորված է նաեւ նրանով, որ Իսրայելն ակտիվորեն զինել է Ադրբեջանին, դա շատ է թմկահարվում, չնայած շատերը չգիտեն, որ Իրանն էլ է զինել Ադրբեջանին։ Բացի դրանից, Իսրայելը նաեւ Հայաստանին է առաջարկել նույն զենքը, բայց մեր երկրի իշխանությունները հրաժարվել են ժամանակին, նաեւ Իրանից ունեցած վախերի պատճառով։ Հետևաբար աշխարհը սև ու սպիտակ չէ, այն բազմագույն է ու բազմավեկտոր։ Այսինքն կանխակալ վերաբերմունք կա, բայց իրականությունը ավելի բազմազան է, սիրելի բարեկամներ։ Մեր խնդիրն է ինչպես միշտ իմանալ ճշմարտությունը, որպեսզի ճիշտ կողմնորոշվել։ Սուտն ու քարոզչական միֆերը միայն վնասել ու վնասում են բոլորիս։ Ես մտադրություն չունեմ պաշտպանելու եւ արդարացնելու Իսրայելին եւ նրա ռազմական գործողությունները։ Բոլոր նրանք, ովքեր էմոցիոնալ մակարդակում ատում են Իսրայելը եւ հրեաներին, ֆաշիստական ու նացիստական կամ ռասիստական գաղափարախոսության կրող են նրանց հարցում, ես նրանց ապացուցելու ոչինչ չունեմ։ Դա փսիխոզ է ու մենտալ խնդիր։ Մենք պարզապես արձանագրում ենք քաղաքական իրողությունները, որը քչերն են անում եւ մասնավորապես ճշմարտության դիրքերից հասկանալ մեր ազգային շահերը։ Ինչպես Իրանը զգուշավոր է Հայաստանի հարցում, Հայաստանն էլ պետք է զգուշավոր լինի Իրանի հարցում։ Միանգամից մի քանի իրողություն միասին եկեք արձանագրենք։ Ցանկացած պատերազմ աղետ է։ Դա սկսում են երկրների ղեկավարները, բայց զոհվում են միայն անմեղ մարդիկ ու խաղաղ բնակիչներ։ Ցանկացած պատերազմ հանցագործություն է եւ պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այս հարցում Իսրայելի նախահարցակ ռազմական գործողություններն իհարկե չի կարելի ողջունել, բայց պետք է նաեւ հասկանալ, թե ինչու է Իսրայելը գնացել այդ քայլին, եւ արդյոք Իրանի ղեկավարությունն անմեղ է ու պետք է նրան միակողմանի պաշտպանել։ Իհարկե ոչ։ Ընդ որում շեշտում եմ, ես խոսում եմ ոչ թե երկրների ու ազգերին պաշտպանելու մասին։ Նրանց ղեկավարությանը պաշտպանելու մասին է խոսքը։ Հաճախ են մարդիկ այդ երկու հասկացությունները խառնում պետությունն ու նրանց ղեկավարությունը, դրանց պետք է տարանջատել։ Նայենք քարտեզին ու հարց տանք ինքներս մեզ, սիրելի ժողովուրդ։ Տեսեք Իրանի չափերը եւ տեսեք Իսրայելին։ Հրեաների պետությունը տարածքով Հայաստանից փոքր է։ Այդ երկրի կեսը անապատ է։ Իսրայելն անկախացումից ի վեր պատերազմների մեջ է հարևան արաբական երկրների հետ, իսլամական երկրների մեծ մասը, այդ թվում Իրանը, սպառնում են ուղղակիորեն ոչնչացնել Իսրայելը եւ համարում են, որ նրա տեղում միայն իսլամական երկիր Պաղեստինը պետք է լինի։ Հետևաբար այդքան թշնամիներ ունեցող փոքր երկիրը ինչու պետք է Իրանի դեմ պատերազմ սկսի։ Փոխելքները չեն թռցրել։ Երբ իմանում ենք իրականությունը, հասկանում ենք, որ իրականում Իրանն է սանձազերծել այս ճգնաժամը։ Մի փոքր պատմական էքսկուրս կանենք ու անցնենք բուն խնդրին, այլապես մենք ոչինչ չենք հասկանա այդ կոնֆլիկտից։ Իմացեք, սիրելի հայր, որ այսօր պատերազմող Իսրայելն ու Իրանը մի ժամանակ եղել են դաշնակիցներ, այո։ Բայց 1979-ին ամեն ինչ փոխվեց, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, որը ԱՄՆ-ին եւ Իսրայելին հռչակեց սատանա ու թշնամի։ Մինչև տխրահարճակ այդ հեղափոխությունը եւ Իրանում մոլորանտ իսլամական կրոնապետության հիմնումը, Իրանը աշխարհիկ պետություն էր։ Շատ լավ հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հետ։ Զարգացող երկիր էր, հսկայական արևմտյան ներդրումներով, արդյունաբերության եւ տնտեսական զարգացման տարբեր ծրագրերով։ Իհարկե, սոցիալական անարդարություն նույնպես կար։ Ի վերջո բազմամիլիոնանոց բազմազգ երկիր է, նաեւ նավթով ու գազով հարուստ։ Ունևորների ցոփ ու շվայտ կյանքը աղքատության ֆոնին նպաստեց այնտեղ իսլամական եւ սոցիալիստական գաղափարների տարածմանը, հատկապես դժվար դրան թիկունքից աջակցում էր Խորհրդային Միությունն ու Չինաստանը։ Մինչև իսլամական հեղափոխությունը Իսրայելը աջակցում էր Իրանին ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, գյուղատնտեսության ու հետախուզության մեջ, այսինքն այն ամենով, ինչով նա հայտնի է, ինչով Իսրայելը հզոր է։ Իրանն էլ նավթ էր մատակարարում Իսրայելին, բայց Իրանի նոր իսլամական իշխանությունը սրբազան պատերազմ հայտարարեց, ինչպես իրենք են ասում, ամերիկյան իմպերիալիզմին ու նրա կամակատար Իսրայելին։ Այսինքն թշնամությունը սկսվել է Իրանից։
եւ Իրանն է խզել կապերը Իսրայելի հետ, սպառնալով ոչնչացնել նրան։ Երուսաղեմը նրանք համարում են բոլոր մահմեդականների սրբավայր, որ պետք է ազատագրել անհավատներից, եւ այնտեղ պետք է լինի միայն Պաղեստին։ Խաչակրած արշավանքի նման մի իսլամական մեսիոներություն է Իրանի կրոնական էլիտան վերագրում իրեն։ Բնականաբար ԱՄՆ-ն ամեն կերպ սկսեց աջակցել ու հզորացնել Իսրայելին, ընդդեմ մերձավոր արևելքում արդեն նոր իրանական սպառնալիքի, որն իր թիկունքում ուներ ԽՍՀՄ-ի ու Չինաստանի աջակցությունը։ Իսլամական այդ գաղափարախոսությունը նաև մեծ մոբիլիզացիոն դեր է խաղում Իրանի իշխանությունների համար հավերժացնելու իրենց կառավարումը ժողովրդին արտաքին թշնամիների դեմ մշտական պայքարով։ Իդեպ Իրանի այդ խայտառակ կերպափոխումից հետո ԱՄՆ-ն ստիպված ավելի խորացրեց իր կապերը սուննի իսլամ դավանող Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ, որոնց նույնպես չի կարող դուր գալ շիա իսլամի առաջնորդ Իրանի աշխարհակալական այդ հավակնությունները տարածաշրջանում, որպես իսլամի գլխավոր պաշտպանի։ Կոնֆլիկտը ձգվում է արդեն մոտ կես դար։ Դրա էությունն այն է, որ Իրանը փակվել է արևմուտքից, հակադրվել ու իր տարածքով խոչընդոտում բլոկավորում է արևելքից արևմուտք առևտուրը, կոմունիկացիաները, այդ թվում ծովային, նաև իհարկե աներգա ռեսուրսների շարժը։ Հարկ է նշել, որ դրա պատճառով Հայաստանն էլ է հայտնվել շրջափակման մեջ, լինելով Իրանին բարեկամ երկիր։ Ուղղակի եւ անուղղակի մենք տուժել ենք այդ հակամարտությունից։ Իրանը աշխարհի ամենահարուստ էներգետիկ պաշարներ ունեցող երկրներից է։ Երրորդն է նավթի պաշարներով, որոշ հաշվարկներով չորրորդը, եւ երկրորդն է գազի պաշարներով Ռուսաստանից հետո։ Դե պատկերացրեք, որքան կշահեր Հայաստանը եւ որքան կթուլանար մեր կախվածությունը Ռուսաստանից եւ Թուրքիայից, եթե Իրանը լիներ աշխարհիկ բաց երկիր ու լավ հարաբերություններ ունենար արևմուտքի հետ։ Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքը արևմուտքի համար ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի միանգամից կթուլանար եւ Հայաստանն էլ բացի Վրաստանից Իրանի միջոցով ռեալ այլընտրանք կունենար գլոբալ տնտեսական ու անվտանգային համակարգերում։ Բայց ցավոք սրտի կրոնապետների այդ միջնադարյան այաթոլաների շնորհիվ ոչ Իրանն է ազատ շնչում, ոչ էլ Հայաստանը։ Տեսեք Արաբական Միացյալ Էմիրությունները, ձեզ տիպիկ օրինակ Դուբայը, ինչպես է զարգանում։ Այդ նույն ծոցի մյուս ափին ընդամենը մի քանի կիլոմետրային կողմ Իրանն է, որտեղ լճացում է։ Իրանը կարող էր ունենալ մի քանի ու շատ ավելի հարուստ Դուբայներ, բայց այսօր պատերազմը բերել սեփական ժողովրդի գլխին աշխարհից մեկուսացած։ Ու իր դեմ հանել թե արևմտյան ժողովրդավարական, թե նաև իսլամական երկրներին, որքան էլ վերջիններս ձևականորեն ցույց տան, թե իբր աջակցում են Իրանին։ Լինելով բավական ինքնաբավ պետություն, գոյատևելով անգամ գլոբալ պատժամիջոցների տակ, Իրանը սեփական խաղն է խաղում ու պայմաններ թելադրում աշխարհին, հրաժարվելով կիսվել իր ունեցածով։ Մի կողմից իրեն հռչակել է իսլամի պաշտպան ու առաջնորդ, ով իսլամական հեղափոխություն պետք է անի ամբողջ աշխարհում։ Այդ նպատակին նա արդեն ձգտում էր Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում եւ իհարկե Պաղեստինում, զինելով իր պրոքսիներին, այսպես կոչված, շիական ուժերին։ Լսած կլինեք Հեզբոլլահ Համաս շարժումների մասին։ Եվ մյուս կողմից այդ կրոնական ֆանատիզմով ու հակահերեական, կարելի է ասել, առանց ամաչելու ռասիզմով ցանկանում է ունենալ նաեւ միջուկային զենք։ Այսինքն Իրանն իր քաղաքականությամբ ավելի սանձերցակ եւ անկառավարելի, քան նույնիսկ Ռուսաստանը արևմուտքի համար։ Կոնֆլիկտը ել ավելի սրվեց վերջին տարիներին, երբ Իրանը իհարկե սկսեց խորացնել իր միջուկային ծրագիրը եւ նպատակ դրեց հստակորեն ունենալ միջուկային զենք, թեև ամեն կերպ հերքում է դա այն նույն ցինիզմով, որում մեղադրում է արևմուտքին։ 2015 թվականին թվում էր, թե միջուկային գործարք է կայացել, որի էական կետն այն էր, որ մինչև 2035 թվականը Իրանը դադարեցնում էր ուրանի հարստացումը չափից շատ, այսինքն դրանով խոչընդոտվում էր միջուկային զենքի ստեղծումը, բայց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դա հռչակեց վատ պայմանագիր ու դուրս եկավ դրանից, խստացնելով պատժամիջոցները։ Նա պնդեց, որ 2035-ից հետո Իրանը լավ նախապատրաստելով, ժամանակ շահելով միանգամից կունենա արդեն միջուկային զենք, հետևաբար պետք է կնքվի լրիվ նոր գործարք, որը միանշանակորեն եւ աներկբայորեն առանց կասկածների հավերժ կարգելի Իրանին հարստացնել ուրանը եւ ունենալ միջուկային զենք, նաեւ կսահմանափակի բալիստիկ հրթիռների զարգացումը, քանի որ առանց այդ հրթիռների, հեռահար հրթիռների, միջուկային զենքը անիմաստ է։ Նման կտրուկ քաղաքականության պատճառն այն էր, որ Իրանը այդպես էլ չհրաժարվեց Իսրայելը ոչնչացնելու քաղաքականությունից եւ ակտիվ միջամտում է իր պրոքսիներով մերձավոր արևելյան կոնֆլիկտներում։ Բայց հատկապես Սիրիայի անկումից հետո, երբ Բաշար Ասադը դիմեց փախուստի, ու շիաների կառավարումը տապալվեց այնտեղ, Իրանի դիրքերը շատ թուլացան տարածաշրջանում։ Սկզբում Իսրայելը դաժան պատերազմ սկսեց Գազայում եւ տեղահանեց այնտեղ արաբ բնակչությանը։ Բոլորով տեսանք, որ ոչ Իրանը եւ ոչ էլ իսլամական աշխարհը եւ ոչ էլ քաղաքակիրթ աշխարհը ոչինչ չարեց։
Միաժամանակ հերթով Իսրայելն ու ԱՄՆ-ն վերջին տարիներին չեզոքացրեցին տարածաշրջանում իրանական աջակցություն ունեցող ուժերին։ Օղակը գնալով սեղմվեց Իրանի շուրջը, եւ Թրամփը զգուշացրեց Իրանին, որ եթե հրաժարվի այս նոր գործարքից, ռմբակոծելու են ու վերջը վատը լինելու։ Նա արդեն իր այս երկրորդ ժամկետում այս տարվա մարտին 60 օր ժամանակ տվեց գործարք կնքելու, բայց Իրանը փաստացի անտեսեց ամերիկյան պայմանները։ Կամ Իրանի ղեկավարությունը այնքան վստահ է իր ուժերի վրա, կամ այնքան կտրված իրականությունից, որ չի պատկերացնում լրջությունը եւ իր խոցելիությունը։ Հունիսին ժամկետն ավարտվեց, եւ արդեն հունիսի 13-ին Իսրայելը զգացնել տվեց, որ Իրանում չեն տիրապետում իրավիճակին։ Նրանց պետք է մի լավ թափ տալ եւ ինչպես կասեր դասականը մտավ նրանց տները։ Ազնիվ պետք է լինել եւ ասել, որ ԱՄՆ-ն բազմիցս զգուշացնում էր Իրանին։ Իսրայելն իրականացրեց մի բացառիկ հատուկ գործողություն, ռազմագիտության պատմության մեջ գուցե աննախադեպ իր մասշտաբով եւ արդյունքով։ Իսրայելական զինված ուժերն ու հատուկ ծառայությունները հենց Իրանում իրենց իսկ բնակարաններում ոչնչացրեցին իրանական բանակի ղեկավարների եւ միջուկային ծրագրով զբաղվող գիտնականների։ Սրանով Իսրայելը փորձեց ցույց տալ եւ իրականում ցույց տվեց, որ կարող է իր թշնամիներին գտնել ու սպանել իրենց իսկ ննջարաններում, որ իսրայելական հատուկ ծառայությունների անտեսանելի ձեռքը կարող է հասնել անգամ Իրանի նման փակ ու հզոր երկրի սիրտը։ Եվ բոլոր նրանք, ովքեր սպառնում են ոչնչացնել Իսրայելին, իրենք են ոչնչացվում։ Սա շատ մեծ հուշք ու հարված էր Իրանի ղեկավարության հեղինակությանը։ Կասկածի տակ է դրվում նրա հզորությունը եւ հղի է իրականում ներքին անվտանգության քայքայման սպառնալիքով իրանական ճգնաժամով։ Պատահական չէ, որ Իսրայելի ղեկավարը իրանցիներին հեղափոխության կոչ արեց եւ նաեւ իրանական ժողովրդին դիմեց շահի գահաժառանգը։ Հետևաբար Իրանի ղեկավարությունը այս հարձակումը անպատասխան չէր կարող թողնել եւ անցել է մասսայական հրթիռային հարձակման դրանից բխող բոլոր վտանգներով։ Բայց այդ հրթիռակոծությունների ավելի քան 75%-ը, ոմանք ասում են անգամ 90%-ից ավելին, իսրայելական հակաօդային ուժերը հենց օդում չեզոքացնում են ու նպատակին չեն հասնում։ Իրանի հարվածներից տուժում են հաճախ անմեղ քաղաքացիներ։ Երբ Իսրայելը խոցում է կոնկրետ թիրախներ Իրանի ղեկավարության մեջ, Իրանը խոցում է քաղաքացիական բնակչությունը։ Եթե պարզվի, որ իրականում Իրանը չունի այնքան դիմակայունություն եւ հզորություն, որ պահպանի երկրի ներքին ամրությունը, ապա Սիրիա եւ Իրաքի ճակատագրին կարող է արժանանալ։ Իրանի համար վտանգը ավելի շատ ներքին է, քան արտաքին։ Իրանը իր բնույթով կայսրություն է, բազմազգ երկիր, քրդերն ու թուրքախոսները շատ են։ Բուն պարսիկները բնակչության կեսից մի քիչ ավելի են համարվում, բայց ինչ իմանաս, փակ երկիր է, շատ ինֆորմացիաներ անհասանելի են։ Ներքին կազմակերպումից խուսափելու համար Իրանը չունի այլ ընտրանք, քան նստելու բանակցային սեղանի շուրջ եւ հրաժարվելու միջուկային զենք ունենալու եւ Իսրայելին ոչնչացնելու քաղաքականությունից։ Ախր այդ ռասիզմի ու կրոնական ֆանատիզմի քաղաքականությունը միայն աղետները բերում ու բերելու Իրանին, հավերժ դնելով մեկուսացման մեջ։ Ինչպես տեսնում եք, մենք էլ Հայաստանն էլ դրանից տուժում է։ Ով են ախր այդ անհայտ ցակման այաթոլլաները, որ որոշեն, թե որ պետությունը պետք է գոյություն ունենա, որը ոչ։ Իդեպ Իրանի հոգևոր առաջնորդը իրանական ադրբեջանցի է, այսինքն փաստացի թուրք, որքան էլ իրանական թուրքախոսներին փորձում են տարալուծել պարսիկների մեջ։ Ինչ իրավունքով են նրանք իրանական ժողովրդին փաստացի մատաղանում հանուն իսլամական հեղափոխության ցնորքների։ Ով է սպառնացել կամ սպառնում Իրանին ոչնչացնել։ Իրականում ոչ ոք, բայց այ Իրանի ղեկավարությունը սպառնում է ոչնչացնել այլ պետության, Իսրայելին։ Արևմուտքը հետևաբար չի կարող խնդիր չունենալ Իրանի կրոնապետական ֆանատիզմի եւ քաղաքական իսլամի հետ, երբ իրենց բառապաշարով ասած մեծ սատանա ԱՄՆ-ին ու փոքր սատանա Իսրայելին սրբազան ջիհադ են հայտարարել։ Հենց Իրանի օրինակով կարող ենք համոզվել, թե որքան կարևոր է հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատումը, իսկ Իրանում նրանք միասնական են, հետևաբար այդ կրոնական մոլեռանդությունը խառնվելով քաղաքականությանը տալիս է նման արդյունք։ Մեջբերում եմ Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնիի խոսքերը։ Մեր ապստամբությունը ջիհադ է Ալլահի ճանապարհին, բռնապետության, սատանայի դեմ, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ սրբազան պատերազմին։ Մենք բոլորով, ով աշխատում է իսլամական պետության հիմնադրման համար, գտնվում է ջիհադի մեջ։ Գիտնականները, զինվորները, աշխատավորները, ամեն մեկն իր տեղում վարում է սրբազան պատերազմ։ Մեջբերման ավարտ։ Այս խոսքերը հնչել են 1980-ականներին, բայց նաև Իրանի ներկա հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին տարբեր առիթներով հայտարարել է, որ օրինակ Պաղեստինին աջակցելը ընդդեմ Իսրայելի ցանկացած մահմեդականի պարտականությունն է ու ցանկացած միջոց այդ նպատակին հասնելու համար ջիհադ է Ալլահի ճանապարհին։
Իհարկե, իրանական պաշտոնական ընկալմամբ ջիհադը այն ջիհադը չէ իսլամիստներին դեմ քրիստոնյաների, որ մենք սովոր ենք ընկալել։ Դա իբր սրբազան մաքուր պայքար է հանուն արդարության ու ընդդեմ չարիքի, կեղծիքի, բայց դե ջիհադը մնում է ջիհադ, դա մանկական խաղ չէ հաստատ։ Իրանի նախկին նախագահներից Ահմադինեջադը հայտարարել էր անգամ, որ հրեաների ցեղասպանությունը, հոլոքոստը միֆ է։ Իսկ Ալի Խամենեին մեկ այլ առիթով Իսրայելը համարել է ուռուցք տարածաշրջանում, որը պետք է հեռացնել, կտրել ու հեռացնել։ Դե արդեն պատկերացրեք, որ նման պատկերացումներով երկիրը ունենա նաև միջուկային զենք, ինչպիսի քայլերի կդիմի։ Բնականաբար հաջորդ իսկ օրը Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ շատ այլ Իրանին մրցակից երկրներ կպահանջեն իրենք էլ ունենան միջուկային զենք եւ աշխարհը կմտնի միջուկային նոր մրցավազքի մեջ, դրանից բխող նոր ճգնաժամերով ու վտանգներով։ Իսրայելի եւ Իրանի նոր ռազմական էսկալացիայից ու թե ինչպես այն տեղի ունեցավ, կարելի է մեզ համար նախնական մի քանի հետևություն անել։ Առաջին, կրկին նայեք քարտեզին եւ նորից համոզվեք, որ կարող ես լինել փոքր, Հայաստանից էլ տարածքով փոքր, ռեսուրսներով սակավ, բնակչությամբ ոչ մեծ, բայց քեզնից թե տարածքով, թե բնակչությամբ, թե ռեսուրսներով բազմակի գերազանցող պետությանը ծանր հարված հասցնես։ Սա դաս է նաև Հայաստանի համար, բոլոր այն թուլամորթների, ովքեր ասում են, թե փոքր ենք տկար ու անկարող, պետք է գլուխներս կախ կապիտուլացվենք բոլորի առջև։ Իսրայելն ապացուցում է, որ փոքր լինել չի նշանակում լինել թույլ ու հանձնվել։ Իհարկե, պետք է ունենալ նաև հզոր դաշնակիցներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, բայց այդպիսի դաշնակիցներ ունենալու համար ինքդ պետք է դրան արժանի լինես։ Իսրայելը իր գործողություններով ապացուցում է, որ շատ դեպքերում գործում է ինքնուրույն եւ կարող է գործել ինքնուրույն։ Երկրորդ, անգամ եթե մեծ ես ու հզոր, ինչպիսին Իրանն է, կարող ես մարտահրավեր նետել աշխարհի մեծերին, միևնույն է, չի կարելի երկար ժամանակ ու մշտապես նրանց դնել ապուշի տեղ եւ խորամանկությամբ ժամանակ ձգել։ Այդ կանոնը վերաբերում է նաև Հայաստանի նման երկրներին, օրինակ Արցախի հարցում ինչպես էր մեզ թվում, թե միշտ կարելի է ժամանակ ձգել, խորամանկել, պահպանել ստատուս քվոն, կհամակերպվեն, բայց ոչ անհնար է, պահը գալիս է, պետք է լինել շիտակ ու ազնիվ եւ կայացնել հստակ որոշում։ Իրանը փորձում է աշխարհին խաբել, թե միջուկային զենք չի ստեղծում, երբ բոլորին պարզ է, բոլորը գիտեն, որ ստեղծում է, եւ ջայլամային այդ քաղաքականությունը եւ դատարկ ինքնավստահությունը հայերեն ասած լոպազությունը բերում է իրականում աղետների։ Իսրայելը պաշտոնապես չունի միջուկային զենք, այդ մասին չի հայտարարված, բայց ասում են, որ 5 պակաս է ունենալուն, երբ նրան սպառնա ֆիզիկական բնաջնջման վտանգ։ Հաճախ ասում են, որ ինչու պետք է Իսրայելը ունենա, իսկ Իրանը չունենա, որտեղ է արդարությունը, երկակի ստանդարտները, բայց հարցադրումը ինքնին սխալ է, սիրելի ժողովուրդ։ Իսրայելի դեմ իսլամական ու արաբական շատ երկրներ, քանի տասնամյակ է պատերազմ են վարում ոչնչացնելու մտադրությամբ, ցեղասպանության մտադրությամբ, այդ թվում Իրանը։ Հետևաբար հասկանալի է, թե ինչու Իսրայելը կարող է ունենալ միջուկային զենք, հենց այդ ցեղասպանությունը կանխելու համար։ Բայց ինչ անի Հայաստանի ղեկավարության նման խաղաղություն միայն մուրա ու սպասի թե երբեն իրեն գտալու, դա նաև մեզ համար է հիմնավորում ու նախադեպ, որ Հայաստանի երկու կողմից սպառնում են բնաջնջել եւ եթե գան այդ քաղաքականության ռեալիզացմանը, մենք էլ Հայաստանն էլ իրավունք է ունենալու ինքնապաշտպանվելու բոլոր հնարավոր ձևերով, ինչպես Իսրայելը։ Ոստի պատահական չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդքան տենչում են, որ հայկական ատոմակայանը փակվի։ Իրանական ժողովուրդը եւ իրանական պետությունը այո մեզ բարեկամ են, բայց նրանց ղեկավարությունը վարում է կործանարար քաղաքականություն եւ դա պետք է գիտակցել։ Ինչպես արդեն հասկանում եք, այս կռվում Հայաստանը պետք է ունենա հավասարակշռված դիրքորոշում։ Երբեք միակողմանի չաջակցի ոչ մեկին, հատկապես երբ նրա կարծիքը ու աջակցությունը ոչ ոք չի հարցրել։ Բայց մեր տաղանդավոր զորահրամանատար Նիկոլ Փաշինյանն արդեն շտապել ու հայտարարել է, որ դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Դե արի վարդապետը մի խենթանա։ Ախր ինչու ես մեջ ընկնում։ Ադրբեջանին թողած Իսրայելին ես դատապարտում, որ ինչ անես։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցում են Իսրայելին։ Իսկ դու դատապարտում ես, որ ուր հասնես։ Եվրամիությունը իր ուզում գնալ մոռացել ես։ Մոռացել ես, որ ԱՄՆ-ի հետ կնքել ես ռազմավարական գործընկերության մասին ինչ-որ մի թուղթ, որ այդպես էլ արկախ է մնացել եւ գործնական կիրառություն չի ստացել։ Հպարտանում ես եվրադիտորդներով, որ բերել եւ սահմանում տեղակայել ես ու կանխել Ադրբեջանի հետակա ագրեսիան։ Նաև այն պատճառով, որ հարևան Իրանը մատամատին չի տվել Արցախի կործանման եւ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ։ Հետո ինչ-որ Սյունիքի հարցում պաշտպանում է մեր տարածքային ամբողջականությունը, բոլորն են պաշտպանում։ Հողի վրա ինչ է արել Իրանը, բացի զորավարժություններից, որոնք մենք չափազանց շատ ենք գերագնահատում։ Վերջերս հենց Արցախում Ադրբեջանի հետ զորավարժություններ էր անում նույն Իրանը։ Փաշինյանը նեղվում է Լուկաշենկոից Բելարուսի նախագահ, ով գնացել էր Արցախ ու Ալիևի հետ սելֆի արել։
Բայց այ Ադրբեջանը իրանական զորավարժություններից հենց Արցախում չի նեղվում ու դատապարտում է Իսրայելին։ Իսրայելին դատապարտում ես, որ Ադրբեջանը ավելի շատ զինվի իսրայելական զենքերով, իսկ հրյաներն էլ ԱՄՆ-ում լոբինգ անեն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կարևոր Զանգեզուրի միջանցքը։ Բաղեստինի անկախություն ես ճանաչում, երբ Արցախը հանձնել ես Ադրբեջանին։ Ինչ է քեզ տալիս ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաշնակից Իսրայելի դեմ այդ հայտարարությունները։ Իսրայելի դեմ մեկ էլ ակտիվ հանդես է գալիս Թուրքիայի ղեկավար Էրդողանը։ Եթե այս ամենը Թուրքիայի հրահանգների կատարում է, ապա հասկանալի է։ Ինքնիշխան Հայաստանի շրջահայաց ղեկավարը պետք է դատապարտի ոչ թե կողմերից որևէ մեկին, հատկապես երբ օգուտ չունի այդ կռվում, այլ դատապարտի պատերազմը որպես այդպիսին, ով էլ այն սկսած լինի։ Եթե իհարկե պարտադիր է, որ իր կարծիքը հայտնի։ Բայց երբ չգիտես այդ կռվի ելքը, այն նոր է սկսվել ու այդ կռվում դու կողմ չես, ինչու ես կախվում կռվողներից որևէ մեկի փեշից, երբ հատկապես ինքնուրույն գործոն էլ չես։ Դրա համար, սիրելի բարեկամներ, ժողովուրդները մեղավոր չեն, երբ իրենց պատուհաս ղեկավարները պատերազմ են սկսում։ Մեղավոր են միայն մեկ բանում, որ շարունակում են նրանց հանդուրժել, որ նրանք նորից բերեն նորանոր աղետներ։ Հասկանալի է, որ Իրանի հետ ունենք ընդհանուր շահեր։ Մեր հարևանն է, կարևոր առևտրային գործընկերը, մեր երկրորդ ելքն է դեպի արտաքին աշխարհ Վրաստանից հետո։ Բայց չպետք է Իրանը շփոթել նրա այաթոլլաների հետ։ Ինչպես մենք չպետք է Հայաստանը շփոթենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Որքան էլ դժբախտ հանգամանքների բերումով նրանք են ներկայացնում մեր երկրները։ Մնում է հուսալ, որ ի վերջո կհաղթանակի առողջ բանականությունը եւ այս լոկալ պատերազմը չի վերածվի լայնամասշտաբ ռեգիոնալ ու գլոբալ պատերազմի։ Ոնց որ թե արդեն նախանշաններ կան, Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստ են Թրամփի այդ ասած գործարքը քննարկել։ Իրանի կայունությունն ու բարգավաճումը Հայաստանին էլ կբերի կայունությունը բարգավաճում։ Բայց Իրանի մեկուսացումն ու իզգոյացումը, Իրանի կազմաքանդումն ու պարտությունը եւ արևմուտքի հետ նրա անմիտ հակամարտությունը ավտոմատ մեզ էլ է վնասելու։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը եւ աջակցեք իմ ալիքին, սիրելի բարեկամներ։ Շուտով նորից կհանդիպենք։